Վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ, առաջինի ուղիղ եթերում շարունակվում է Առավոտ լուսոն, մենք էլ շարունակում ենք խոսել կարևոր ու հետաքրքիր թեմաների մասին եւ ներկայացնենք ձեզ հերթական հետաքրքիր թեման եւ այսպես In Motion Armenia-ն ներկայացնում է բնության ճանապարհներ միջազգային երիտասարդական ծրագրի արդյունքները։ Նրանք մեր տաղավարում են հյուրերը, ում հետ կծավալենք հետաքրքիր հարցազրույց Նելի Գաբրիելյանին ենք ասում բարի լույս, ով հանդիսանում է In Motion Armenia-ում ծրագրերի համակարգողը եւ ծրագրի առաջնորդ մենթորը եւ Սոնա Մուրադյանին ենք ասում բարի լույս ծրագրի մասնակից։ Ինչպե՞ս եք։ Բարև ձեզ, շնորհակալություն։ Լավ եք սկսել առավոտ այսօր։ Այո։ Շտապել եք մեզ մոտ։ Իհարկե։ Հրաշալի է։ Մենք միջ հարցազրույցը սկսել խոսում ենք In Motion ծրագրի մասին եւ պարզեցինք սիրելի հեռուստադիտողներ, որ ծրագիրը միջազգային է եւ կարծում ճիշտ կլինի նաեւ մեր հեռուստադիտողներին ներկայացնենք, թե առհասարակ որտեղ է ծնվել այս ծրագիրը եւ որն է նպատակը դրա։ Շատ բարի, նախ առաջ կսկսեմ այնտեղից, որ In Motion Armenia հասարակական կազմակերպությունը արդեն իսկ գործում է 8 տարի եւ կազմակերպում ենք ինչպես տեղական, այդպես միջազգային ծրագրեր, հատկապես երիտասարդների հետ։ Նայեք, կոնկրետ հենց Pathways to Nature, այսինքն ճանապարհները, բնության ճանապարհները, այդ ծրագիրը արդեն իսկ 2 տարի գործում է եւ վերջերս նոյեմբերի 14-ին ունեցել ենք որպես արդյունքների ներկայացումը Հայաստանում։ Ծրագրին մասնակցում են 4 երկրներ, 5 կազմակերպություն, այսինքն Հայաստան, Իռլանդիա, Ֆինլանդիա եւ Իսպանիա, ինչպես նաեւ մեզ միացել է UCC համալսարանը, Քորքի, որը որ հետազոտություն է իրականացնում այդ ծրագրի շուրջ, այսինքն քանի որ ծրագրի հիմնական նպատակը դա բարելավել բնության միջոցով, բարելավել երիտասարդների եւ ընդհանուր մարդկանց ոնց որ հոգեկան առողջությունը, եկեք այսպես ասեմ, տարբեր միջոցներով հիմա քիչ հետո Սոնան էլ կներկայացնի թե ինչեր են կարել տարբեր երկրներում, քանի որ աշխատանքը 2 տարին քիչ չի եւ շատ ծրագրեր են արվել, ինչպես նաև Հայաստանում եւ Հայաստանից դուրս։ Կոնկրետ Ես առաջարկում եմ կարճ ամփոփել, հասկանանք, տեսնենք դրսում ինչ է արվել եւ արդեն գանք Հայաստան ու տեսնենք որքան ժամանակ է որ In Motion Armenia-ն այստեղ է գործում եւ ինչով ենք ամփոփել, հա, բայց սկսենք արտասահմանում գործունեությունից։ Տեսեք, ի սկզբանե սկսել ենք այստեղ Հայաստանում իրականում մասնակիցներով մոտավորապես 30 հոգիս էինք։ Դե ծրագիրը արդեն իսկ ներկայացրեց Նելին բնության մասին է, թե մենք ինչպես պետք է ունենանք մեր ազդեցությունը բնության վրա եւ նույնքեր բնությունը մեր վրա, մեր հոգեկան աշխարհի վրա։ Առաջին փուլը հայ եղավ Հայաստանում, երկրորդ փուլը տեղի ունեցավ Ֆինլանդիայում, Մեծակարտանոյում, այնտեղ արդեն ծանոթության փուլն էր։ Տարբեր երկրների ներկայացուցիչների հետ արդեն ծանոթացանք Իռլանդիայի ներկայացուցիչների հետ, Իսպանիայի, Ֆինլանդիայի եւ մենք հայերով։ Այնտեղ արդեն ներկայացրեցինք, թե ինչ են կարել այստեղ Հայաստանում, որովհետև դրանից առաջ Հայաստանում կազմակերպվել էր մի շարք ծառատունք, աղբահավաք էինք կազմակերպել, ծառատունք տեղի էր ունեցել սկզբից Սյունիքում, Կորնիձորում, ապա աղբահավաքով ենք զբաղվել Տավուշում եւ Փարպիում։ Իսկ արդեն երրորդ փուլը տեղի ունեցավ Իռլանդիայում, Դուբլինում, այնտեղ կազմակերպվեց մեծ էքսպո, որի շրջանակներում արդեն տեղացի մարդկանց էինք ներկայացնում մեր ծրագրի մասին եւ բնության կարեւորության մասին։ Հետաքրքիր է Սոնա, ինչպես եք դուք իմացել նախագծի մասին եւ ինչպես եք դարձել մասնակից։ Ես ինքս մասնագիտությամբ կենսաբան եմ եւ երբ որ իմացա ծրագրի մասին, հասկացա, որ պետք է մասնակցեմ, որովհետեւ ես ինքս մեծ սեր ունեմ բնության հետ եւ մասնագիտությանս հետ էլ համապատասխանեց դրա համար։ Այստեղ շատ հետաքրքիր հարց է ծագում, ընկալումները մարդկանց շատ տարբեր են, բնականաբար տարբեր թեմաների հետ կապված, բայց հիմա կենտրոնանում ենք բնության վրա։ Հայ երիտասարդների ընկալումները եւ վերաբերմունքը բնության նկատմամբ որևէ կերպ արդյոք տարբերվում էր օրինակ Իռլանդիայում բնակվող երիտասարդների ընկալումներից եւ վերաբերմունքից, որովհետեւ եթե մենք այս դեպքում խոսում ենք կարևոր գործերի մասին, ծառատունք եւ աղբից մաքրման հետ կապված, ապա Իռլանդիայում ինչն էր կարևորվում կապը բնության հետ, որովհետեւ գիտենք, որ որպես այդպիսին լուրջ խնդիրներ այնտեղ չի լինի բնության հետ կապված, ցավոք։ Գուցե լինում է մենք չգիտենք։ Գուցե չգիտենք, կարճ պատասխանել այս հարցին, քանի որ շատ մեծ լայնածավալ հարց է, իրական շատ լավ հարց է, շնորհակալություն հարցի համար։ Նայեք, ես որպես ծրագրի ղեկավար դա ավելի շատ եմ տեսնում երևի, քան մասնակիցները, քանի որ հնարավորություն եմ ունեցել առնչվել բոլոր մասնակիցների հետ ծրագրի բոլոր երկրների եւ շատ փոքր օրինակ եմ բերում, իրականում միայն ոչ միայն ծառատունք եւ աղբահավաք, այլ նաեւ այլ տարբեր գործողություններ, որ արվել է, այսինքն խաղեր հետաքրքիր, ինչ որ հենց բնության հետ կապված մեթոդիկայով հետաքրքիր
խաղերից սկսած նաև վարժություններ եւ շատ օրինակ բարձ օրինակ կարող եմ բերել մի հատ վարժություն էինք անում, որը պետք էր որ մասնակիցը օրինակ բնության մեջ ինչ որ գույն գտնել եւ այդ գույնը ասոցացնել ինչ որ բանի հետ իր կյանքում։ Օրինակ եմ ասում, Հայաստանից մասնակիցը երկնագույնը ասոցացնել է խաղաղության հետ։ Նույն Իսպանիայի մասնակիցը ինքը ուղղակի ասում է գեղեցիկ գույնը։ Այսինքն շատ տարբեր է, դա գալիս է արդեն, դա ըստ երկրների ոնց որ հոգեվիճակն է, այո։ Իսկ ամեն երկրները ինչ են արել, դա մեծ սիրով կկիսվեմ, նայեք Հայաստանում աղբահավաք, ծառատունք, Իռլանդիայում նույնպես ծառատունք են կազմակերպել, բայց ես ինքը շոկի մեջ եմ, ես հետազոտությունների արդյունքում իհարկե 1 տարի առաջ իմացա, որ իրականում Իռլանդիայում ինքը շատ են դեպրեսիա ունեցող երիտասարդներ, դժվար կյանքով ապրող երիտասարդներ ու շատ լավ արդյունք է գրանցվել այս ծրագրից հետո, ոնց որ իրենց հոգեկան առողջության բարելավման հետ կապված, քանի որ իրենք էլ են մասնակցել այդ ծրագրին եւ այդ ամեն ինչը ոնց որ տեսել են, արել են։ Օրինակ Իսպանիայում իրենք կառուցում էին տնակներ թռչունների համար, նույնպես արել են ծառատունքներ, քանի որ Մուրսիա ռեգիոնն է ու ինքը մի քիչ չոր է կարելի ասել, իրենք ուզում են ծառեր ունենան շատ հետաքրքիր տարբեր գործողություններ են իրականացնել ու դա նաև գալիս է հենց ծրագրի անվանումից, այսինքն Pathways to Nature բնության ճանապարհները ինքը իր մեջ պարունակում է 5 էլեմենտ։ Առաջինը դա զգայարաններն է, այսինքն մենք այդ մեթոդիկայով թույլ ենք տալի, որպեսզի երեխաները, երիտասարդները զգան բնությունը, երկրորդը գեղեցկությունը, որպեսզի տեսնեն այդ գեղեցկությունը, երրորդը հենց զգացմունքը, զգալ թե ինչ է զգում բնությունը, իմաստը եւ խնամքը, նույնպես բնության հետ կապված, որը որ թույլ է տալի, էլի բացում է իրենց հնարավորությունները։ Հետաքրքիր է արդյոք այստեղ Հայաստանում նախատեսում եք նաև իրազեկման արշավներ կամ այլ աշխատանքներ, քանի որ ինչպես հասկանում ենք ծրագիրը արդեն այս ամփոփել եք, բայց վստահաբար մենք վերջին շրջանում շատ ենք խոսում շրջակա միջավայրի մասին, առհասարակ միջավայրի եւ բնության մասին, հոգտանելու կարեւորության մասին, ինչ աշխատանքներ եք պլանավորում առաջիկայում։ Տեսեք, մենք ժամանակ առ ժամանակ կազմակերպում ենք աղբահավաք, որովհետև ցավոք այդ այն ամենամեծ խնդիրներից է, որ դեռևս պետքա պայքարենք դրա դեմ։ Այսինքն չենք կարող 1-2 անենք ու վերջացնենք։ Դա դեռևս ստաբիլ եւ շարունակական աշխատանք է։ Այնպես որ աղբահավաքները շարունակվում են, անկեղծ կլինեմ, շատ հաճախ դրանք չեն լինում 2-3 ամիսը մեկ, բայց անելու դեպքում ավելի լայն տարածքներ ենք վերցնում, ավելի շատ մասնակիցներ։ Եվ դա հաջողվում է։ Ամենակարևորը դա է։ Շատ են լինում։ Ես մեծ սիրով կշարունակեմ նաև Սոնային, քանի որ ինչպես նա նշեց, մենք Փարպիում, Սինյուքում, ինչպես նաև Տավուշում իրականացրել ենք այդ տարբեր աշխատանքները, որոնց միջոցով մենք ծանոթացել ենք այնտեղի համայնքի հետ, այսինքն յուղի բնակիչների հետ, սկսել ենք, այսպես ասեմ, սկսել ենք 50 հոգով, վերջացրել ենք 100 հոգով, քանի որ միացել են հարևաններ, եւ ինչպես գիտեք, մենք Հայաստանում ենք, միացել են այնտեղ խորոված, երաժշտություն, անեկդոտներ, այսինքն այդ ամեն ինչը մենք նաև պատրաստում ենք այդպիսի հավաքներ շուտ անել, այսինքն գնալ, ծառերը ջրել, հավաքվել, իրար պատմություններ պատմել, որովհետև ոչ միայն երիտասարդներն էին հավաքվել էին նաև 80 տարեկան, 90 տարեկան պապիտատիները, ովքեր որ գալիս ասում են, գիտեք, 50 տարի առաջ այստեղ էս է։ Իսկ հիմա մենք ունենք այս ծառերը ու քո մոտիվացիան ավելի է ոնց որ, ավելի ես մոտիվացվում շատ բան անես համ երկրի համար, համ էլ ընդհանուր համայնքի։ Այս նախաձեռնության ձեռքբերումներից մեկն էլ այն է, որ վառ օրինակներից մեկը Սոնան Մուրադյան ծրագրի մասնակից է, բայց այսօր կարծես թե նաև զբաղվում է կազմակերպչական հարցերով, ինչը շատ հաճելի է։ Խոսենք նաև զբոսաշրջության հետ կապի մասին, որովհետև ըստիս այս նախաձեռնությունը նաև կհետաքրքրի բոլոր այն մարդկանց, ովքեր հենց այս կարգավիճակով են հայրենիքում կամ գուցե պարզապես եկել են բացահայտելու մեր երկիրը, Հայաստան աշխարհը։ Որևէ կապ զուգահեռներ անցկացնում ենք In Motion Armenia եւ զբոսաշրջության ակտիվության հետ կապված։ Ինչպես նշեցի սկզբում, քանի որ 8 տարի է գործում է մեր հասարակական ՀԿ-ն եւ շատ են կանում միջազգային ծրագրեր, հատկապես Եվրոպայի միության երկրների հետ, նախ եւ առաջ իրազեկում է գնում Հայաստանի մասին, այսինքն մենք սկսելով կոնկրետ ես լինելով այդ process-ի մեջ երևի ամենաշատը այդ հաղորդակցման փուլից միշտ ներկայացնում եմ, այսինքն Հայաստանը, մենք ինչ ենք անում, մեր նպատակը եւ մինչեւ նաեւ ծրագրին անցնելը ասեմ, որ մեր գործընկերները շատ հետաքրքրված են լինում ընդհանուր առմամբ
որտեղ է Հայաստանը, ինչ է Հայաստանը, ինչու ոչ ունեցել ենք դեպք, երբ որ սկսել ենք աշխատել եւ երևի այդ առաջին հանդիպումից, առաջին տեսազանգից հետո իմացան Հայաստանի մասին ավելի շատ եւ դա իրականում շատ մեծ ոնց որ դրական ազդեցություն է նաեւ զբոսաշրջության համար, քանի որ երբ որ աշխատում ենք օրինակ միջազգային ՀԿ-ների հետ, վերցնենք նույն Իռլանդիան եւ Իսպանիան, Ֆինլանդիան, ինչպես նաեւ աշխատում ենք այնտեղ Լիտվա, Գերմանիա, իրենք շատ մեծ հետաքրքրություն ունեն գալ եւ Հայաստանում ծրագրեր անել, այսինքն համագործակցել Հայաստանի հետ եւ բացի դրանից մինչեւ համագործակցելը միշտ մենեջմենթ թիմը մեծ իրով ոնց որ մենք իրենց հյուրընկալում ենք Հայաստանում, որպեսզի մենք էլ ցույց տանք, թե մենք ինչ կարող ենք տալ, որտեղ կարող ենք անել, ինչ կարող ենք անել եւ երբ որ իրանք են գալի, արդեն իսկ շղթայաբար իրանք կազմակերպում են իրենց ծրագրերը, ունենում են մարդկանց մի խումբ, գալիս են Հայաստան, արդեն այդ նույն մարդիկ ասում են իրենց ընտանիքի անդամների ընկերներին եւ ինչու ոչ ես այս պահի դրությամբ երևի այս 1 տարվա ընթացքում իրական թիվ կասեմ իմ 50-ից ավել ընկերներից արտասահմանյան իրենք այցելել են Հայաստան, քանի որ այդպես խոսել ենք, ներկայացրել ենք եւ կոնկրետ այդ 50 թիվը միայն դա ասում եմ իմ շրջապատում, բայց լիքը մարդկանց գիտեմ, ոչ միայն մեր ՀԿ-ում, այլ նաեւ ընդհանուր Հայաստանում, որ իրազեկում են Հայաստանի մասին, մեր ծրագրերի մասին եւ մարդկանց ինչու ոչ հետաքրքրում է գանք եւ տեսնենք։ Քանի որ դուք ծրագրերը անում եք մարզերում, հիմնական ծրագիրը, բայց վստահ եմ նաև Երևանում հնարավորություն ունեք եւ դեռ կունենաք աշխատելու այս առումով, մենք շատ ենք խոսում վերջին շրջանում հենց աղբահանության մասին, մասնավորապես աղբի տեսակավորման մասին, որը ամենակարևոր թերևս թեման է, երբ խոսում ենք շրջակա միջավայրի աղտոտման մասին, այլ հետաքրքիր է ինչպիսին է ձեր պրակտիկան այս առումով, իսկ ինչ եք դուք տեսնում, արդյոք սրանք համակարգային խնդիրներ են, թե գուցե մարդկանց մտածելակերպի ավելի շատ խնդիր է եւ սովորության հարց է, ինչ է պետք անել այս ուղղությամբ, որպեսզի ի վերջո երբ խոսում ենք աղբի մասին, որը թվում է թե այսպես պարզ թեմա է, բայց իրականում շատ բարդ եւ շատ լուրջ խնդիր է, ինչ անել, որպեսզի ել ավելի արագ հասնել մի կետի, որտեղ մենք կհասկանանք, որ երբ եւ աղբը տեսակավորվում է եւ մարդիկ դա հաճույքով են անում եւ ունեն այդ պատասխանատվության զգացողությունը եւ միևնույն ժամանակ դրա շնորհիվ լուծում ենք առհասարակ կեղտոտվածության եւ աղբի խնդիրը։ Եվ եթե վիճակագրությունը ցույց է տալիս նաեւ, որ ունեք այս առումով որևէ հաջողություն, կխնդրեմ նաեւ կիսվել այդ մասով։ Տեսեք, մեր պրակտիկ աշխատանքների ընթացքում աղբի տեսակավորման առանձին դասեր ենք ունեցել, որի շրջանակներում մասնակիցներին բաժանում էինք sense թղթի կտորներ, որոնց վրա պատկերված էր լինում պլաստիկ կամ մետաղ, նրանք պետքա տեսակավորեին։ Ինչ խոսքը դա շատ լավ էր ստացվում, բայց ամեն դեպքում հենց կյանքում դա կիրառելը մի փոքր ավելի բարդ է եւ ունենք նաեւ ուրիշ խնդիր, մենք կարող ենք սկսել աղբը տեսակավորել, բայց մենք ունենք վերամշակման խնդիր, դեռևս չունենք Հայաստանում այդ հնարավորությունը, որպեսզի վերամշակենք աղբը։ Իսկ ինչ վերաբերվում է սովորությանը, նաև մենք սովորենք, որ պետք է աղբը միանգամից մի տեղ լցնենք, որովհետև դա ավելի հեշտ է մեզ, իսկ տեսակավորման համար պետք է առանձնացնենք այնտեղ աղբամանները 2-3 տեսակի լինի, բայց դրա շուրջ ենք աշխատում, իհարկե, Հայաստանում ենք ունեցել այդ փորձառությունը, Իռլանդիայում եւ Ֆինլանդիայում իրենց համար դա ավելի հեշտ էր, քանի որ նրանք արդեն իսկ ունեն դա։ Առօրյայի մի մասն է։ Առօրյայի մի մասն է կազմում, բայց այստեղի համար Վստահաբար կունենանք այն գիտակցությունը եւ արդեն ձևավորված մշակույթը, որ այս խնդիրը կհամարենք ինչ-որ չափով լուծված։ Իսկ դա հնարավոր է նաեւ նման նախաձեռնություններով, այնպես որ շնորհակալ ենք այս գործի մեջ նաեւ ես տեսնում եմ մի կարևոր բան, որ անկախ նրանից 3 թե 13 թե 30 հոգով ենք հավաքվում, բայց բնության հետ ունենում ենք կապ եւ ամենակարևորը կարևոր գործեր անում ենք միասին։ Իսկ սա եւս հոգեբանության կարևոր կետերից մեկն է, որ արժե շեշտադրել։ Սիրելի Նելի Գաբրիելյան եւ Սոնա Մուրադյան, ձեզ ասում ենք շնորհակալություն օրը մեզ հետ սկսելու համար եւ հետաքրքիր նախաձեռնությամբ մեզ հետ կիսվելու համար նաեւ։ Կարևոր գործի համար։ Եւ կարևոր գործի համար, այո։ Շնորհակալ ենք։ Բնությունը շռայլ գտնվեց, մենք վայելեցինք անձրևային եղանակը նաեւ, իսկ այս տրամադրությունը գալիս է զարդարելու երաժշտությունը ընկերներ վայելենք, վերադառնանք եւ շարունակենք, մնացեք մեզ հետ։